Ողջույն ժողովուրդ ջան, հարգանքներս բոլորիդ։ Դարձյալ եթերը Facebook-ով եմ անում, այս անգամ էլ YouTube-ով չեմ անում, պարզապես հիշեցնեմ, որ Facebook-ից բլոկից հետո պետք է ակտիվանամ մի փոքր, դա է պատճառը, բայց այնուամենայնիվ ողջունում եմ թե Facebook-յան ընկերներից, թե YouTube-յան մեր հետևորդներին, բոլորին, շնորհակալություն, որ եթերները դիտում եւ տարածում եք։ Ուրեմն այս եթերը եթե անկեսնենք 3 է դեռ ցանկանում անել, արդեն միացրել էի որպեսի եթեր մտնեմ, հիշեցի որ Եվրատեսիլն է մանկական եւ ելնելով այդ հանգամանքից եթեր չարեցի որպեսի կենտրոնանանք այդ գեղեցիկ տոնի վրա, ժամանցային ծրագիրը, շաբաթօր, ասեցի լավ ոչինչ չէ կանում։ Մեր համով հոտով սիրուն տղեն 4-րդ տեղ գրավեց, ես չեմ ասի ցավոք սրտի կամ բան, որովհետև ի սկզբանե ես ունեի տպավորություն, որ մեր տղան ու շատ գեղեցիկ երգը չունեն հնարավորություն հաղթելու, որովհետև ոչ թե որովհետև չեն գնահատ եւ այլն, այլ կան երգեր կամ արվեստի գործեր առհասարակ, որոնք մրցակցությունից դուրս են լինում։ Այսինքն նրանք պիտի լինեն, դա կհիշվի բոլորի մոտ միշտ, որովհետև ինքը սքանչելի աշխատանք է, դա արվեստ է։ Սենց ասեմ։ Ու նման բաները մրցույթներում միշտ չեն հաղթահարում որոշ բաներ, հա։ Այսինքն նրանք շատ ավելի վեր են դասված գնահատականներ ստանալու բանով եւ այլն։ Այնպես որ ես այս իմաստով կխնդրեմ որպեսզի մեր տղան հանկարծ չներսրտի կամ բոլոր նրա երկրպագուները նույնպես, ես ինքս նրա երկրպագուն եմ դարձել ու ասեմ որ մեքենայի մեջ արդեն ունեմ այդ երաժշտությունը վաղուց ու լսում եմ, անգամ դա հենց հատկապես մեծերին է հուզում, երևի թե քան երեխաներին։ Այնպես որ այս իմաստով ամեն ինչ շատ լավ է ու սпасելի է։ Բայց մյուս կողմից էլ հետաքրքիր էր տեսնել որ առաջին տեղում Ֆրանսուի երեխան է, ով շատ լավ ելույթ ունեցավ, երկրորդ, երրորդ, չորրորդ տեղերը մեր հայ երեխաներն են, չնայած նրանցից երկուսը այլ երկրներ էին ներկայացնում։ Ես այս մասով շատ չբացվում, որովհետև շատ ավելի կարևոր թեմա, երկու թեմա եմ ուզում անդրադառնանք Սևակի արձանին, ամենատարբեր քննարկումներին ու գնահատականներին եւ իհարկե նաեւ Կարմիր Մահիկի Հայաստանում հայտնվելը ու այն հիստերիան, որը տիրում էր մեր համացանցային տիրույթում, հա։ Ժողովուրդ Հա, ու այն մի հատ էլ հիբրիդային տարածում տեղի ունեցավ, որ վավշե ցնդելու բաներ, ասում լավ կարելի է, որ մենք ողջույն Ռուզաններ, որ մենք դարձյալ կրկնենք նույն սխալները, մենք չենք ցանկանում փոխվել։ Մենք ոնց անջատված թերթում ենք Facebook-ը, տենց էլ շարունակում ենք թերթել, այսքան բացատրելուց հետո անկեղծ եմ ասում։ Հեսա հերթով կգամ կիմանաք ինչի մասին է խոսքը։ Նախ ինչից սկսենք, արձանից սկսենք։ Սկսենք Սևակի արձանից։ Ինձ համար դա հաշտուկ աշխատանք է դա։ Ամենայն հարգանքով քանդակագործի հանդեպ ես գիտեմ որ նա վաստակավոր ժողովրդական եթե անգամ չեմ սխալվում արվեստի գործիչ է, բայց դա չի երաշխավորում, որ նրա բոլոր աշխատանքները հասարակությանը ընկալելի կլինեն, ու գիտեք ես նաև լինելով որպես արվեստագետ մարդ կարող եմ ասել, որ սա այն դեպքերից չի, որ այ դա մի հատ այնպիսի արվեստ է, որը ես չեմ հասկանում, դա չգիտեմ, չէ, շատ լավ հասկանում ենք, վատն է, բայց հետո փորձեցին ինչ-որ ներկայացնել քանդակագործին, ով այնպիսի աշխատանքներ արել, որ մենք պիտի ուզած ընդունենք նաև, որ Սևակի արձանը լավն է, էլի, չէ, ցավները տանեմ, վատն է։ Եվ ասեմ այդ աշխատանքների մեջ ես լավ էր, իմացա նաև, որ նույն քանդակագործն է հենց բանը Էրեբունի թանգարանի առաջ բանի Մենուայի, Արգիշտի, թե Արգիշտին, թե Մենուան, կներեք, արդեն խաղում։ Այդ արձանի բանը հեղինակը նույնպես ինքն է, որովհետև ինձ համար այդ արձանը նույնպես բան է, ուսանողական մակարդակի արձանը։ Եթե ուշադիր նայեք էլի ու դրա մասին ես բազմիցս եմ ասել ընդհանուր առմամբ թե ինքը լավ քանդակագործ է թե ժողովրդական ռեզյում ինչա շատ լավ ամենայն արգանքով հնարավոր է ինքը թույն գործեր ունի բայց ապեր Սևակի արձանը վատ արձան հեսա կասեմ բայց խնդիրը որտեղ է խնդիրը քանդակագործը չի քանդակագործը արվեստագետն է ում աշխատանքը կարող են հավանել կամ չհավանել ընդունել կամ չընդունել արվեստագետը տենց է պատկերացրեք տենց է արել մենք այստեղ քննադատելուց մի քիչ շատ ուրիշ տեղ ենք կպնում քան բուն թեմային Մենք ընդհանուր միջև վիրավորում ենք մարդկանց։ Օրինակ ես ձեզ ցույց տամ, իմ շատ լավ ավակ ընկերներից Խորեն Ամատունին տեղադրել էր իր քանդակը, որը նույն Լևոն Թոքմաջյանն է նվիրել նրան, շատ նման է Սևակի արձանին հանդեպ ունեցած մոտեցմանը, բայց սա արվեստ է, սա ես հավանել եմ, հա, հավանել եմ։ Բայց ընդհանուր առմամբ ինչ ճիշտ է ճիշտ, Սևակի մասով չէ։ Հիմա Որտեղ է խնդիրը։ Մենք ինչը պիտի քննադատենք։ Օրինակ, նախ ոչ թե քանդակագործի հետ պիտի գործ ունենանք, այլ պատվիրատուների, որովհետև այդ քանդակագործը չի վերցրել արձան քանդակել, բերել, ստիպել, որպեսզի դնեն այնտեղ։ Դիմել են իրան, ասել են Սևակ քանդակես, ասել է դե ես ես քանդակագործեմ, իմ ձեռագիրը այսպեսինն է, բնական է այսպեսինը պիտի քանդակեմ։ Վերջ։
Հասկանում եք։ Այ այստեղ բանը նա խնդիրը նրանում է, թե ինչ հանձնաժողով է եղել, ովքեր են հավանություն տվել, որովհետև մինչև քանդակ դառնալ, հազար փուլ կա։ Ինչ մրցույթ է եղել արդյոք թե չի եղել։ Նրանք հենված են հատուկ նրա վրա, որ հենց Թոքմանջյանը անպայման մի հատ աշխատություն են տեղադրել, ապրեք քանդակագործել 88 տարեկան, խնդրեմ։ Թե կարելի էր մրցույթ հայտարարել ու գուցե շատ երիտասարդներ նորովին ներկայացնեն Սևակը։ Թեկուզ ես ինքս որպեսի հասկանալի լինեմ, ես ինքս ստատիկ բաների կողմնակից չեմ։ Ես էլ եմ սիրում ինչ որ էքսպերիմենտալ մոտեցումներ եւ այլն, ստեղծագործական ինչ որ բան որպեսի լինի։ Ես էլ չեմ սիրում, երբ որ այսպես sense Կիսանդրիա լինում, հա, կամ sense մի հատ մի դիրքով ու վերջ։ Չէ, ես սիրում եմ որ արձանի մեջ պիտի լինի դինամիկա, պիտի լինի նոր մոտեցում։ Միայն արձանի չէ, արվեստի ցանկացած գործի, կտավ կլինի, բանաստեղծություն կլինի, ինչ կլինի, ներկայացում կլինի։ Ես սիրում եմ որ երբ որ արվեստագետը վրան խաղացած է լինում, հասկանում եք, ապրած է լինում, խաղացած է լինում, sense որ մատով կտնես, բան ունես։ Բայց այս պարագայում Սևակին պետք չէ էլի տենց այլանդակել ես կարծում եմ։ Հիմի կամ ամեն դեպքում դա իմ կարծիքն է։ Բայց զանգակատան այդ տնօրեններին եմ հարցնում։ Դուք ինչ եք պատվիրել։ Դուք սա եք պատվիրել։ Դուք դա եք պատվիրել։ Ոնց է տեղի ունեցել այդ մրցույթը։ Ինչ գումարով է դա արվել, որովհետև գիտեք ինչ զանգակատուն բոլորս ենք մեր հյուրերին տանում։ Ու ստացվում է որ հիմա պիտի տանենք մեր հյուրերին, մի հատ էլ կողքից արդարացնենք թե ինչն ինչոց, հա։ Չի կարելի։ Մի արեք։ Առհասարակ վերջին շրջանում Հայաստանի Հանրապետությունում հատկապես Երևանում այդ թվում անճորնի բաներ է կատարվում, անճորնի։ Արվեստից գլուխ չա, ասենք ուզում ես հասկանաս էլի, ստեղծված կա ինչ որ մի հատ խումբ, որը որ զբաղվելու է, նո ոչ թե զբաղվելու, այլ գնահատական է տալու աշխատանքին եւ օքեյ դա էլի դրվի դա թե չէ։ Այդ պարագայում այդ խումբն է դառնում պատասխանատուն։ Եվ դու չես կարող քանդակագործին բան ասես, պիտի այդ խմբին ասես, ով որ հենց պատվիրատուն ու վերահսկող ու պատասխանատունն է։ Չնայած այդ պարագայում պատվիրատուն ոնց հասկացա զանգակատունն է կամ երևի կառավարությունն է, չգիտեմ, անգամ դա չեմ հասցրել ճշտել։ Բայց մենք պիտի սկսենք այս բաները հասկանալ ու սլակները այդ ուղղություններով ուղարկել։ Օրինակ ինձ վերջին շրջանում նույն Դուրյանի արձանը դուրս չի գալիս։ Չի եկել, չի գալիս ու դժվար է դա երբևէ։ Դա ինձ հիշեցնում է ինչ որ քառատման բան։ Ես չգիտեմ իր հարազատներին դուր գալիս է թե չէ, բայց հարցը հարազատներն էլ չեն։ Առհասարակ նման մեծությունները ազգին են պատկանում։ Ազգին։ Ու երբ որ նրանց հիշատակը պահող ինչ որ բան է տեղի ունենում, կլինի արձանի տեսքով թե ինչի տեսքով, պետք է հաշվի առնել հասարակության տրամադրությունները։ Չի կարելի այդպես։ Այդ ինչ եք պատվիրել։ Ինչ եք պատվիրել։ Դա եք պատվիրել։ Եվ այստեղ ես իմ հարցը բավականին պարզ է երևի, թե ուսամ ես ռետորական հարցին այնուամենայնիվ պատասխանել կհնչի։ Եվ պետք չի արդարանալ։ Բացարձակ, ոչ մեկին չենք խաչում պատին։ Մեկը ես, պետք չի արդարանալ, դե գիտեք 88 տարեկան մարդը, դե գիտեք ինքը սենց արվեստագետ է, դե գիտեք դուք կարող ա լավ չեք նկատում ինչի մասը, ամենը շատ լավ նկատում ենք, շատ լավ գիտենք, շատ լավ հասկանում ենք։ Եվ քանդակագործին ոչ մի բան չեմ ասում, մեկը ես։ Քանդակագործը տենց է պատկերացրել, տենց է արել։ Բայց պատվիրատուն դա է ցանկացել։ Իսկ ով է պատվիրատուն, մենք կարող ենք ճշտել, ով է պատվիրատուն։ Որևիցե միտեղ բոլորը ձեռ են առել։ Որևիցե միտեղ մի կողմից ձեռ են առել, մյուս կողմից պաշտպանվել են։ Որևիցե միտեղ գրած չի պատվիրատուն ով է։ Մրցույթը ո՞նց է իրականացվել։ Ինչ առաջարկներ են եղել, որ ընտրվել է դա։ Ժողովուրդ եկեք մի քիչ այդ բա վիճակից ելնենք էլի։ Այդ չկլասից իսկապես դուրս կան կարող դու չի սազում արդեն։ Մեր հարցադրումները պետք է ճիշտ տեղեր ուղղված լինեն։ Մենք պետք է սկսենք հասկանալ ոնց աշխատում ամեն ինչ։ Հիմա ասենք օրինակ կարող ենք մայրիկի մասին բանաստեղծություն արել։ Մոծույթ հայտարարվի։ Օրինակ 10 հատ բանաստեղծություն մասնակցում է, բերում է բանաստեղծությունը, վերջ ընտրում ես մեկը։ Հիմա այդ մեկը հասարակությունը եթե քննադատի, չպետք է բանաստեղծին քննադատի, պետք է նրա քննադատի որ պատվիրել են ու այդ մեկն ընտրել։ Չէ՞։ Նույնն է դա։ Նույնն դա է։ Հիմա գանք ես Կարմիր մայրիկի պատմությանը։ Արա մի հատ հիստերիկացել են։ Վայ, Թուրքիայից բերին, Թուրքիայից տարան, Թուրքիան, թուրքը, որ մեկի գարձիրոպը բացես, 90%-ը Թուրքիա է։ 90%, եթե ոչ 100։ Որովհետև բոլորս շատ լավ գիտենք, անգամ բուցիկներում Երևանի հիմնականում թուրքական պատենտն է։ Յա, էս ի՞նչն է։ Ու գիտեք ամենավատը որն է։ Կարմիր մայրիկը ներկայացնում են բան, թուրքական։ Եստեմ գրառ է արել, իսկապես ցնդելու բան։ Սա դարձա մեր աշխարհը ճանաչելուց։ Մենք չենք ուզում ճանաչել, չենք ուզում անգամ ծանոթանալ։
Լավ աշխարհում ինչ կա չկա։ Եթե կարմիր մահիկը Թուրքիայի դրոշն է, ուրեմն կարմիր խաչը как минимум Կիլիկյան Հայաստանի դրոշն է։ Դե գնացեք աշխարհին ապացուցեք, որովհետև հա Կիլիկյան Հայաստանի դրոշը սպիտակ կտրելը կարմիր խաչ է եղել։ Դե գնացեք ապացուցեք, սա հայկական չի կարելի տենց։ Դա միջազգային կազմակերպությունն է, որը ավելի շատ գործում է բնականաբար կարմիր մահիկը, որ միջազգային կազմակերպություն է այդ, ավելի շատ գործում է մուսուլմանական երկրներում, որովհետև այնտեղ խաչով չես ֆրֆռա։ Կարմիր խաչով գործում ավելի շատ քրիստոնյա երկրներում, քրիստոնեական հավատք ունեցող երկրներում։ Սա է տարբերությունը։ Երկուսն էլ միջազգային կազմակերպություններ են, ամեն երկրում մոտավորապես երևի հիմնականում ամեն երկրում էլ այդ կազմակերպությունները դրած են։ Ադրբեջանում քիչ փակվեց քաշում կարմիր խաչը։ Մոտ մենք կարմիր մահիկ պիտի օգտագործենք։ Ընդ որում, այս մասով գրում են մտել են մարդիկ։ Տեսեք, բանը, ինչա, մի հատ էջ կա, պարզաբանման նախարարություն, շատ խնդալի է։ Բանը, գերբով է, էլի։ Մարդիկ առանց նայելու, ինչ է գրած, գերբով բան են դրել, գիտեն թե դա հենց պաշտոնական պարզաբանում է։ Մի հատ էլ բոլորիս ինչ-որ բան են համոզում։ Որ դուք տեսնում եք, ինչքան անուշադիր ենք, այդ անուշադրությունը նույնպես գնահատվում է, եթե դուք չգիտեք։ Չեք կարող օգտվել, միշտ տապեք, առաջ մի ընկեք։ Պարտադիր չի։ Դա մոնիթորինգ է արվում։ Դրանով մեր ասենք օրինակ, եթե մենք ինչ-որ մի երկրի հետ ուզում ենք հարաբերություն սկսենք, մենք մոնիթորինգ ենք անում այդ երկրի ժողովրդին, մենտալիտետը, պատկերացումները, այս կամ ամեն իրավիճակին համընդհանուր մոտեցումները, նույնը մեր հանդեպ։ Եվ այո, եթե ուզում եք իմանալ, այս դրա համար էլ նաև ամեն մեկս 44 օրյա պատերազմի հետ կապված մեր մեղավորությունը ունենք։ Որովհետև ինչ պատահի կիսելու տարածել ենք, ինչ պատահել է։ 5 տարի նույն բանից խոսում ենք։ Ինչ արժանակում մեկը գրել է, տեսեք այստեղ ասվում է, ես ինչ ա գրած, պարզաբանման նախարարություն, բայց նախարարն ով է կարող եք ասել։ Նոր ժողովում են ինչի մասին է խոսքը։ Հիմա պարզաբանում եղավ։ Լավ, այս ամեն ինչը մի կողմ։ Չնայած ես որ առաջի անգամ տեսա այդ հիստերիկ, հետո էր այդ էկը, հիստերիկ վիճակում տեսեք, ոտքի ելեք ժողովուրդ տվի, Երևանը տվի, Թուրքը Երևանում արդեն։ Ես որ տեսա մի անգամից մեզ մատ ուրիշ բան հիշեցին, հեսա մեջ բերեմ, էլի։ Ես հասկացա, որ երևի մարդը այն վիճակում է, որ ինքնաթիռով հնարավոր չի եղել բերել, որովհետև ոչ ոք երկար ճանապարհը տրանսպորտով չի գա։ Չնայած այստեղ մի կարևոր բան էլ է պետք ուշադրություն դարձնել։ Ուրեմն Հայաստանի Հանրապետության քաղաքացին, ում բերում են Ֆրանսիայից Հունաստան, Հունաստանից Թուրքիայով, Վրաստանով Հայաստան, մենք այդտեղ հիստերիկ անում, մենք այս ինչ եք անում, խի եք բերել, вообще այդ ավտոյով կանչեիք մենք կարմիր խաչով կգայինք կտանենք, երևի ես եմ ուզում ասեմ, չգիտեմ։ Բայց մենք եք հակառակը նայենք, դուք պատկերացնում եք, եթե թուրքերը, Թուրքիայի թուրքերը իրենց մեջ մեզնով հիվանդ լինեին այնքան, ինչքան մենք ենք իրանցով հիվանդ։ Ինչ ենք ստանալու։ Հունաստանից հենց այդ Հայաստանի քաղաքացին մտել կարային հելնեին ասել, այս խեք հայերին օգնում։ Հա, ես դի ազգության, բայց Հայաստանի Հանրապետության քաղաքացի է։ Այս մեր թշնամի երկրին խեք օգնում հիվանդին հավվալով ընդերից հասցնում եք, պատկերացնում եք, ծնդաբանություն է։ Դա միջազգային կազմակերպություններ են աշխատում են։ Այսինքն իրանք մեր հիվանդին բերում հասցնում են տեղ, մի բան էլ մենք ենք հիստերիկ անում, գժի դարա։ Այն որում, հա, էլի գալով այդ մի անգամից հասկացա խոսքը ինչի մասին կարա լինի, ասի լավ, մթերթեմ ուրիշները ինչ են գրում, ինչ չեն գրում։ Վայ, այ տեսեք, այ արդարացնում են, այ ես իմ ինչ, ուրեմն մի պատմություն հիշեցնեմ ձեզ բոլորիդ։ Հիշում եք, որ բանը, չեմ հիշում, որ թվականին էր, մի 10-ամյակուկես առաջ համարյա։ Բանը, Ադրիանո Չելենտանոին բերում ենք Հայաստան, նա Հայաստանում համերգով հանդես կգա։ Ու սաղ ոգևորված են, ես մտքերով եմ։ Ես Չելենտանոյի մեջ երկրպագու եմ եղել, բայց ես նաև գիտեմ, որ Չելենտանոն չի տեղափոխվում երբեք ոչ նավով, ոչ ինքնաթիռով։ Այդ մարդը ֆոբիա ունի։ Ֆոբիա։ Հասկանում եք։ Հիմա ասում եմ, հայտարարում են մի հատ գումար, արա ասում եմ, Չելենտանոն որ գա Հայաստան, դրա համար ինքը քիչ աշրջագայել աշխարհում։ Մեքենայով մենակ։ Ասում եմ Չելենտանոն որ գա Հայաստան, մի 2-3 օր գալու է, մի 2-3 օր մնալու է, 2-3 օր գնալու։ Այսինքն ինքը 2 օրվա բան չէ, էլի ընդհանուր մի 10 օր կորցնում է։ Այդ 10 օրվա համար էս գումարն է խի ուզելու։ Չեմ հավատում, սա մտքերով մեկ էլ ցույց են տալիս, գնացին դիմավորելու, որ ասում եմ, բայց ես գիտեմ, որ ինքնաթիռ չի նստում։ Հետո պարզվեց, որ նրա բանին են բերել, դուբլորին են բերել։ Նմանակին են բերել։
Երբ որ այդ աղմուկը բարձրացավ, որ էսի չելեն տանուն չի, նմանակն է, դե իհարկե իմ խնդանն եկա, ես մոտավորապես այդպես էլ կարող եմ պատկերացնել, բայց այստեղ նախ երկու բան եկեք էլի ուշադրություն դարձնել, որ մեկը այո կան մարդիկ, ովքեր ֆոբիաներ նույնպես ունեն, բացի այն որ առողջությունը կարա թույլ չտա, որ ինքնատիպ նստի, եւ երկրորդ այն ժամանակ խափում էին, այդպես կոպիաներ էին բերում, բայց այդ փողերը լավ ուտում էին, որովհետեւ դուբլյուրի գումարը այնքան չի, ինչքան չելենտանոյի գումարն է, չէ՞ բնականաբար, արկամ դրա 10% հազիվ կանգնի։ Բայց գումարներն ինչ եղան։ Լավ, այս թողնենք, հետո դուրս էին եկել այդ նույն մարդիկ J-Lo-ի համերգին էին անուն դնում, էլի կամ Tupac-ի համերգին եւ այլն։ Իրանք մի հատ չելենտանո պիտի բերեին, այն էլ դուբլյորին էին բերել։ Հիմա շատ լավ է որ ձեռքից տակ։ Իմիջիալոց իմ ընկերներից մեկի ընկերոջ բարեկամն է, որ բերել են ու այդտեղից նույնպես մանրամասներ գիտեմ, բայց Աշոտ Շավեշյանի գրառումը կկարդամ ձեզ համար։ Որ Անտալիաներում հանգստանում եք, ապրանքը գնում եք, այդ ոչինչ, կարելի է։ Իսկ որ մարդու կյանքա փրկվում, թկած ունեք։ Լավ չի ժողովուրդ ջան։ Սիրելի հայրենակիցներ, այժմ ասեմ բուն թեմային, որին ցանկանում են քաղաքական երանգ տալ որոշ քաղաքական դիակներ։ Նրանց կողմից դա տգիտություն է, ուղղակի կասեմ ամոթ ձեզ։ Հիվանդը շատ ծանր վիճակում, սուր իշեմիկ ինսուլտով կաթված կոմայի մեջ, Ֆրանսիայից տեղափոխվել է Հունաստան, այնուհետև Թուրքիայով, Վրաստանով տեղափոխվել է Հայաստան։ Իմիջիալոց հիվանդին տեղափոխող մեքենան միջազգային կարմիր մահիկ, կարմիր խաչ կազմակերպությանն է եղել։ Հիվանդը հորեղբորս թորն է, Հայաստանի քաղաքացի, 42 տարեկան, 4 անչափահաս երեխաների հայր։ Արդեն կոմայի մեջ է 1 ամսից ավելի, շնչառական ապարատին է միացված։ Առողջական վիճակը թույլ չէր տալիս որոտային ճանապարհով կազմակերպվել հարազատից տեղափոխումը Հայաստան։ Այժմ հիվանդը շատ ծանր վիճակում Սուրբ Գրիգոր բժշկական կենտրոնում բժիշկների հսկողության տակ է։ Շնորհակալություն եմ հայտնում Սուրբ Գրիգոր բժշկական կենտրոնի տնօրինությանը եւ ողջ բժշկական անձնակազմին, որոնք արագ պրոֆեսիոնալ մեր հիվանդին ընդունեցին, որ այժմ գտնվում է վերակենդանացման բաժնում։ Շնորհակալություն եմ հայտնում ազգային ժողովի падգամավոր Ռուստամ Բակոյանին, որի օգնությամբ է կազմակերպվել հարազատից տեղափոխումը Հայաստան։ Դատապարտում եմ այս ցավալի թեման քաղաքական շարժման թեմա դարձնելը Լարա Մուրադյանի կողմից։ Խնդրում եմ, ովքեր իրենց էջով տարածել են Լարա Մուրադյանի տեսանյութը, ջնջեք ձեր էջից, մի քաղաքականացեք եւ դες կոռեկտ պահեք։ Պանիկա մի տարածեք մեր դժբախտության վրայով։ Եզդի ազգի զավակ, ինքնիշխան Հայաստան կուսակցության անդամ, Եզդի ազգի մեծ ընձորավար Ջահանգիր աղայի ծոր Աշոտ Շավեշյան։ Դե Ջահանգիր աղայի մասին երևի գիտեք, Սարդարապատի հերոսներից մեկը եզդիական ջոկատի առաջնորդը։ Նրա ծորն է Աշոտ Շավեշյանը։ Այսինքն մի մարդու ծորը, ով Սարդարապատում թուրքերը սարսափել են Ջահանգիր աղայի անունը լսելուց։ Սարսափել, նա թուրքերի սարսափն է եղել։ Նա դեն չի անում, որ կարմիր մահիկով են բերել։ Մի հատ Լարա Մուրադյան դուրս է եկել ու որոշել է, որ ինքը գնա գալիս են, տես լիքը բան է հասկանում։ Կամ օրինակ, ասենք թե կարմիր մահիկը չէր, իսկապես հենց էլ թուրքական սկորին էր, ինչ էր լինում։ Տեսեք, եթե երկրների միջև հարաբերություններ չկան դիվանագիտական, մեր ու Թուրքիայի միջև չկան, չէ՞ դեռևս նման հարաբերություններ։ Բայց Թուրքիայում հիմա լիքը հայեր են, չէ՞ ապրում։ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հայեր, Թուրքիայում, այո։ Ու այդ մարդկանց հետ ինչ-որ բան կարա, չէ՞, պատահի։ Դուք վստահ եք, որ երբ որ այսպես եք ձեզ դրսևորում, դա օգուտ է մեզ բոլորիս։ Ասենք Հայաստանում դուք ում եք փորձում պատմել, թե թուրքը մեզ թշնամի է, թե չէ։ Ում եք փորձում պատմել։ Դուք Հայաստանից դուրս ձեզանից ինչ-որ բան ներկայացրած կաք, թե չկա։ Իմիջիալոց ես այստեղ Նարեկ Կիրակոսյանին էլ հանգիստ չեմ թողնի։ Ուրեմն հույս ունեմ, որ նա կդիտի այս եթերը կամ գոնե կծանոթացնեն նրան։ Գրառում արել Նարեկ Կիրակոսյանը։ Ես անկեղծ ինձ համար շատ զզվելի է սա ընթերցելը, որովհետև գոնե Factor TV-ին փորձում եմ, չնայած շատ լավ հասկանալով նրանց։ Հանրապես փորձում եմ դիտարկել որպես քիչ թե շատ համեմատած մյուս կանալների, նրանց կանալների քիչ թե շատ օբյեկտիվություն երբեմն ժամանակ առ ժամանակ դրսևորում եմ։ Նարեկ Կիրակոսյան գրառում արել, լրացված։ Մի քանի ժամ է հայաստանյան տեղեկատվական դաշտը բառացիորեն պայթում է Երևանում թուրքական շտապողության մեքենայի առկայության մասին տեղեկությունից։ Մինչդեռ մինչ այս պահը չկա որևէ պաշտոնական պատշաճ պարզաբանում։ Եթե խոսքը մարդասիրական գործառույթի մասին է, ինչու դա առաջին իսկ պահից հստակ չի բացատրվում հասարակությանը։ Չգիտեք արդյոք թե Թուրքիա եւ Ադրբեջանի հետ կապված ինչ զգայուն ընկալումներ կան հայաստանյան հասարակությունում։ Հենց այդ հանգամանքն էլ պարտադրում էր արագ, պարզ եւ հանգամանալից հաղորդակցություն։ Մտնում եմ առողջապահության նախարարության էջ, 0 տեղեկատվություն, կառավարության պաշտոնական էջեր, նույնը, տեղեկատվական պոակ, հաղորդակցության ստորաբաժանումներ, մամուլի ծառայություններ գոյություն ունեն, բայց չեն աշխատում։ Մինչ այս պահը միակ արձագանքը ու սենց տոնով բանա գրած։ Նարեկ ջան, մի հատ էս գրելուց առաջ լավ կլիներ շունչ քաշեր։ Առհասարակ, որպես մի փոքր ավակ քեզանից, արի մի բան ասեմ։
Եթե կան հարցեր, որտեղ չես հասկանում ոնց քեզ դրսևորեն, 10 վայրկյան մտքիդ մեջ մինչև 10-ը հաշվի։ Հնարավոր է հաշվես վերջացնես ու հասկանաս, որ ոչինչ պետք չի անել։ Հիմի տես, հերթով գամ քո գրած ամբողջը չկարտամ առաջի 2-3 բարբերությունները, ես քեզ բացատրեմ։ Այսպես մի քանի ժամ Հայաստանյան տեղեկատվական դաշտը բառացիորեն փայտում է Երևանում թուրքական շտապօգնության մեքենայի արկածության մասին տեղեկատվությունից։ Մինչդեռ մինչ այս բանը չկա որ են պաշտոնական պատժ պարզաբանում։ Հիմա ես քեզ պատմեմ։ Նախ Հայաստանի Հանրապետությունում տեղեկատվական դաշտ գոյություն ունի բառացիորեն։ Դու տեղյակ չես։ Տեղյակ չես, որ չունի տեղեկատվական դաշտ, չկա Հայաստանում տեղեկատվական դաշտ։ Նու կան որոշ ծիլեր բան, բայց ընդհանուր առմամբ չկա։ Եվ շատ լավ կանես քո գործընկերոջը գնաս հարցնես քո գործընկերներին, թե իսկ ինչու նախնդիրը որ Հայաստանի քաղաքացիները մեզ չեն դիտարկում որպես տեղեկատվական դաշտի ներկայացուցիչներ։ Դուք տեղեկություն չեք հաղորդում որովհետև եթե դուք տեղեկություն հաղորդող լինեք, եթե դուք մի փոքր կիրթ լինեք, գրագետ լինեք, գոնե ձեր գործի մեջ, մի հատ կմտնեիք հասկանալու, եթե կիսա լուսինա, ապա դա անպայման Թուրքիայինն է։ Այս կարծրատիպերից կփորձեիք ձեզ ազատել, սա մեկ։ Երկրորդ պայթեցնողը դուք եք։ Դուք եք հիստերիկ անիմաստ բան եք պայթեցրել։ Կներեք, ձեր ամեն անիմաստ պայթացրած նյութերի վրա մեկը ինձ համար տհաճ է տեսնել, որ ամեն ձեր կողմից այսօրվա Հայաստանյան ձեր ասած տեղեկատվական դաշտի կողքից սպրտած ամեն մի տեսակ ապուշությանը ստիպված պաշտոնական պատասխան է հետևում։ Դուք մինչև հիմա տեղյակ չեք եղել, որ ժամանակ առ ժամանակ Կարմիր մահիկ Հայաստան մտել է։ Մի հատ փորձի մտնես քրքրել ուսումնասիրես, տեսնես առհասարակ դա առաջին ու միակ դեպքն է, դա միշտ եղել է նման դեպքեր։ Իհարկե դրանք արտարոց առանձին վերցած դեպքեր են, ու այնպես չի որ ասենց վզվզալ են գնում գալիս են։ Բայց մի հատ էլ ուսումնասիրի էլի ապեր։ Այդ ուսումնասիրի, այսինքն դուք ուզում եք անգրագետի պես նստեք, ոնց պատկերացնում եք, դեռ շպրտեք դաշ, բա դու այնտեղ դուրս գան պաշտոնապես փորձեն հերքեն կամ չէ։ Դուք այսպես եք պատկերացնում լրագրությունը։ Ձեր նմանների երեսից շատ-շատերը չեն ցանկանում լրագրող դառնալ։ Շատ-շատերը որպես մասնագիտություն այլևս չեն ուզում ընտրել դա, որովհետև հասկանում են, որ իրենք, չգիտեմ, այսպեսին է լրագրությունը, դա տհաճ է։ Ուրեմն հասարակությունը իրենց աշխատանքը չի հարգի։ Ինչ պատշաճ պարզաբանում։ Դուք ով եք որ այսինքն դուք եթե պարզաբանման կարիք ա եղել այս նյութին, բախեք ինքնագլուխ բաներ լցրել դաշտ։ Բանը պարզաբանեք, թե ինչ ուզել գրել եք, հիմա էլ դե պարզաբանենք։ Չհասկացանք։ Սենց է աշխատում։ Դա կոչվում է լրատվական դաշտ։ Ընդ որում, տեսեք ինչ հետաքրքիր։ Եթե խոսքը մարդասիրական գործառույթի մասն է, ինչու դա առաջին իսկ բայց հստակ չի բացատրվում հասարակությանը։ Չգիտեք արդյոք որ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ կապված ինչ զգայուն ընկալումներ կան Հայաստանյան հասարակությունում։ Դուք գիտեք։ Շատ լավ է եթե գիտեք։ Պաստորեն դուք գիտեք, որ կան նման զգայուն բաներ, ընկալումներ։ Եվ այո, դա նորմալ է որ կա։ Իսկ արժի այդ զգայուն ընկալումների վրա բան կապիկլամիշ լինել։ Արժի այդ զգայուն ընկալումների վրա քանդերբազ խաղալ։ Դուք չեք հասկացել, որ հենց այդ է պատճառը, որ ժողովուրդը չի արգում ձեզ որպես լրագրողներ, եւ այո, հենց դրա համար, որ դուք հասկանալով եք զգայուն թեմաները, ժողովրդի քթից մեռել եք բերելով, առանց ճշտելու ապուշություններ հրապարակելով։ Ընդ որում գիտակցված փաստորեն պարզվում է։ Այսինքն դուք քաքը ուտեք պատասխանատվությունը ով կրի։ Դուք ձեր գործին պատասխանատվությամբ չեք կարողանում վերաբերվեք։ Պետք է այլոք դուրս գան բավարարեն ձեր ապուշությունները, որպես հանգարց դուք անկապահայություններ չհրապարակեք։ Իսկ ձեր գործընկերուհին, այդ Լարա Մուրադյանը, երբ որ տեսել էր, այդ ինչ էր միանգամից որոշել, որ չգիտեմ ինչ է տեղի ունեցել, ինչի։ Դա լրագրող է։ Կամ կներեք, եթե Կարմիր մահիկը մտնում է մի երկրից մյուս երկիր, սիրենաները միացած գնում է։ Ասես եթե խոսքը մարդասիրական գործառույթի մասն է, ինչու դա առաջինից, բայց հստակ չի բացատրվում հասարակությանը։ Այսինքն, դուք մինչև հիմա չգիտեք, որ Կարմիր մահիկը կամ Կարմիր խաչը, եթե սիրենաներով գնում է, դա մարդասիրական գործառույթի մասին է։ Ինչ տանգեր մտել բանով, կիսալուսինով Հայաստան։ Մտել էր շտապօգնության մեքենա։ Բնականաբար դա մարդասիրական գործառույթի մասին է ապեր։ Մի հատ բացում ես, ծանոթանում ես օրինակ, Կարմիր խաչի գործառույթը ո՞րն է։ Ես հասկանում եմ, որ Կարմիր խաչը որոշների ընկալմամբ մինչև այսօր, քանի որ դաշնակցության որջն է ու խայտարակ են արել Հայաստանի Հանրապետության աշխարհով մեկ, նրան ինչ որ մի օր անպայման կանդրադառնանք։ Եվ գուցե դա ձեզ համար արդեն նորմալ է ընկալվում ու կարծում եք, թե Կարմիր խաչը կարա նաև այլ գործառույթներով էլ զբաղվի։ Բայց առհասարակ դա պետության թիկունքն է լինում, հասկանում եք։ Նա այնքան կարևոր բան է, ցավոք մեր հասարակությունը շատ բաներից տեղյակ չի։ Թե իրականում դա ինչ կազմակերպություն է։
Հիմա Նարեկ Կիրակոսյանը հանկարծ զարմացել է, ասում է, եթե խոսքը մարդասիրական գործառույթի մասին է, ինչու դա առաջինից պայից հստակ չի բացատրվում հասարակությանը։ Բայց Կարմիր մահիկը կամ Կարմիր խաչը ուրիշ ինչ գործառույթի մաս, օրինակ դու ինչ գործառույթ գիտես, նաև որի մասին կարող է լինել դա։ Մենք կասես Նարեկ ջան։ Մենք ասա մենք էլ իմանանք։ Ցնդելու բան է այմա։ Սա մեր լրագրությունն է։ Սա մեր լրագրությունն է։ Ու բնականաբար հիստերիկացել են։ Վայ, Հայաստանյան տեղեկատվական դաշտը բառացիորեն պայթում է։ Այդքան դամբուլ մի եղեք մի ինքնապայթվեք։ Մենք ինչ անենք։ Մենք ինչ պիտի ձեզի պաշտոնական դուրս գալ նախարար առողջապահության հենց այդ սահմանը հատելուց մի 10 րոպե առաջ։ Ասես ժողովուրդ, հես սա մի հատ կիսալուսինով Կարմիր խաչ միջազգային կազմակերպության, Կարմիր մահիկ կազմակերպության մեքենան հատելու է սահմանը, եթե նրանք կտեսնեք Հայաստանի Հանրապետությունում եւ հատկապես Երևանի փողոցներում, խնդրում են չհիստերիկանալ, որովհետեւ դա մարդասիրական գործառույթի մասին է, հա։ Սենց եք պատկերացրել։ Նախապես զգուշացնելը, ոչ եք պատկերացրել, մենք մոտավորապես ձևացեք մենք էլ ջոկենք։ Կարող է մարդես, վաղը մյուս օր ես գնում եմ առողջապահության նախարար եմ դառնում։ Նա տեսնեմ դուք ո՞նց եք պատկերացնում, որ ձեր սրտով գլխանց իմանամ անեմ, անկախ թազբանջան եմ, այն մարդ խայտարակ լինեմ։ Գժի դարա արա։ Բան եք, տեսեք գնացեք պարզաբանեք ձեր համար։ Բա որ չեք պարզաբանել, խեք հիստերիկացել, խեք պայթվել, բան, քո բառերն եմ ասում, ինչա բառացիորեն պայթել։ Բեսեր ասեցա։ Իրանք մեզ գցել են առհասարակ ձեր գործառույթը ուղիղ մեր տրամադրությունների վրա է ազդում։ Դուք պայթել եք, մեզ գցել եք 1000 տեսակ տարակուսանքների ու բան վիճակի մեջ, մի հատ էլ դուք եք կանգնել բան Մունատ Զունաթանը։ Եկես բան։ Հա, կասկածները բա, բացատրությունն էլ եղել է, նայ, ամենաուժեղը, Նարեկ ջան։ Ես որ ասում եմ Նարեկի մեջ չեմ ուզում ազնվորել, ես բոլորիդ եմ ասում։ Բա հիմա այդ պաշտոնական բացատրությունը կա։ Ինչի՞ չես դրել էջում հետ։ Ես որ այն գլխած դրածելն են, դու այդպես էջիտ մեջ տարածելու եք կամ ձեր լրատվականները դրա մասին անպայման ասելու են։ Դու գիտեք ինչքան կարևոր բաներ չեք պատմել այս ժողովրդին։ Ու ինչքան ապուշություններ եք պատմել այս ժողովրդին։ Հիմարություններ, ախմախություններ։ Դնելու, բա ինչի դրած չի։ Մի քանի տեղ դրած է բայց գիտեք ոնց։ Հա, բա ոնց։ Նայքալի ինչ են մեզ խափում, ֆռռսնում են, Ֆրանսիայից 4000 կիլոմետր համարյա, այդքան սենց եկել, հա։ Դերք, ամեն ամառ, հատկապես ամառները, տուրիստական սեզոնի ամենաակտիվ սեզոնն է, չէ։ Եվրոպայից Հայաստան եւ Հայաստանից Եվրոպա բազմաթիվ հայեր, օտարերկրացիներ իրենց մեքենաներով մի քանի հազար կիլոմետր գնում եւ գալիս են, դա բարդ բան չի։ Սա մեկ։ Երկրորդ, դա պաշտոնական բացատրությունն է, որ այս մարդը այս հիվանդությունը ունի, որի ժամանակ ինքնաթիռ չեն նստացնում։ Ինչի այդ մարդը պիտի հավելյալ շատ ավելի թանկ վճարի, եթե կարող էր ինքնաթիռով գալ։ Ըստ ձեզ, եկեք միասին մտածենք։ Հա, այս սախտակը, էսի թուրքերի պահանջով այսպես մամա ջան։ Սա մեր լրատվությունն է։ Սրանք մեզ 5 տարի է պատերազմից հետո հատկապես մեզ լուսաբանում են։ Դրա համար էլ սաղը հիստերիկ ենք դառել, մեկը իրար բարև տալուց արդեն կռիվ ենք անում։ Չենք կարողանում հակառակ կարծիքներ լսել բաման, չենք կարողանում։ Կռիվ ենք անում սաղը իրար հետ, հիստերիկացրել են, գցել են վրա։ Բա հիմա ես գրառում եմ Նարեկ ջան։ 228 լայք, 112 մեկնաբանություն, 13 հրապարակում։ Հիմա պաշտոնականը կա, խնդրում եմ տեղադրի քո էջում։ Չէ, ուրեմն դու դա դիտավորյալ ես արել։ Եվ այս գրառումը նույնպես դիտավորյալ է։ Արդեն Վերաբյան, գնել ջան մի քանի շաբաթ առաջ էլ մեր ընդհանուր ընկերն եկավ։ Այո, այս անգամ Գերմանիայից։ Չէ, Գերմանիան մի քիչ մոտիկ է, 500 կիլոմետրի տարբերություն կա Ֆրանսիայի հետ կապված արդեն ջան։ Ես էլ եմ կրկնում ժողովուրդ։ Այսինքն, թուրքերի համար պիտի նորմալ լինի, որ Կարմիր մահիկ միջազգային կազմակերպությունը շտապօգնությունով իր գնում է Հունաստանի սահմանից վերցնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, բերում Վրաստանով մտնում է Հայաստան, հիմա կասեմ ինչու Վրաստանով Հայաստան, բայց պիտի աննորմալ լինի մեզ համար, որ մեր հիվանդին բերել բարով խերով տեղ են հասրել, բայց այ որ էդի Կարմիր մահիկն է բերել, հետ արեք չենք ուզում աղբեր, պիտի սահմանից հետ տային երևի։ Ասեք, այ մենք Թուրքիայի հետ չունենք
հարաբերություններ դիվանագիտական։ Ես բան եմ ասում, եթե այնտեղ մեր Հայաստանի, իսկ Թուրքիայում ապրող շատ Հայաստանի քաղաքացիներ կան, եթե այդ քաղաքացիներից որից մեկի մեր հետ մի բան է պատահում, շատ կարող է եկեղեցին իր կապերը օգտագործելով փորձի օգտակար լինել, եթե շատ ուզի, եթե չէ։ Հենց ներս չէ, էլի նստած սպասում է որ օգնի։ Լավ, հələ այս թազին չգիտեմ, բայց Աթեշյանը աղբոր պես էլի չէ։ Նրան ճանաչել եմ։ Ոնց է պատկաստ մավուս պիտի լինի։ Բակոյանը կարողացել է իր կապերը օգտագործելով օգտակար լինի։ Արժի մերձի ասել թե չէ։ Եկեք չասենք։ Եկեք չասենք։ Չնայած ամեն մեկից ես, բոլորից ես։ Առնվազն մի հոգի տան անդամ կլինի, ընկեր կլինի, ընտանիքից կլինի, արտերկրում է։ Աստված չանի, որ հանկարծ նույն պահը եկավ։ Ինչ եք անելու, ասել եք չէ, այս կիսալուսինով, մատ կբացես, Նարեկ ջան, հələ մի հատ առաջարկում եմ, բացի աշխարհի երկրների դրոշները։ Ես քեզ բան եմ ասում, առնվազն 30%-ի վրա կիսալուսին գոյություն ունի ապեր։ Իսկ ինչ վերաբերում է ինչա Վրաստանով եկել։ Որովհետև մեծ ավտոները հայկական համարներով Թուրքիա չեն կարող գնալ, թուրքական համարներով Հայաստան։ Լեհկավորներով կարակ է սովորական սեդաններով, բանով ջիպով, 4 տեղանի մեքենաներով։ Կարծեմ 6 տեղանիով էլ կարող եք։ Կարող եք, բայց եթե բանա, ունեք քաշը բանը հաշվեն առու։ Իմի Հայաստանի բանով համարներով մեքենայով ես կարող եմ գնալ Թուրքիա գալ։ Ինձ ոչ մի բան չի լինելու։ Ու քանի որ ինձ ոչ մի բան չի լինելու, ընդ որում հիմա մենակ չէ։ Միշտ։ Ու քանի որ ոչ մի բան չի լինելու, բնականաբար Թուրքն էլ իր համարներով կարող գա Հայաստան գնա։ Որովհետև ցանկացած բան փոխադարձության սկզբունքի վրա է աշխատում։ Մեծ մեքենաները չի կարելի։ Այսինքն օրինակ մեր բարի խմբերին երբ որ տանում ենք Բուլղարիա, Թուրքիայով ենք դգնում, Վրաստան, Թուրքիա, Բուլղարիա։ Մենք վրացական ավտոբուսը բերում ենք այստեղ, վրացական համարներով։ Երեխեքը շատ նորմալ իրանց հայկական ազնագրերով նստում են։ Իմիջիայլոց $20 էր Թուրքիայի հետ վիզան ստանալը թուղթ էր մի հատ աճորսվանալ։ Գնում ենք Վրաստանով, մտնում ենք Թուրքիայով, գնում ենք Բուլղարիա, բուլղարական վիզայով։ Այդ ենք գալիս նորից Հայաստան։ Ինչ այնտեղ պիտի հելնեին քարերով հարցակվեին մեր վրա բան երևի, հա, որ նորմալ թշնամությունը բան էլ ասում սա տեղը լինի էլի։ Տեսեք ցանկացած բան փոխադարձության վրա է, եւ եթե մենք հակված ենք նրան, որ ոչ թե փորձենք գնահատականներ գտնել, ճանապարհներ գտնել, նույն ցեղասպանության հարցը ճիշտ լուծում տալու, չէ, չենք կարող, չէ, մենք այդ հարցի հետ անընդհատ ապրենք, պիտի մենք գտնենք այդ լուծումները, ու միակողմանի չէ, դա պիտի լինի բոլորի կողմից ընդունել։ Հա։ Եվ այլն, եթե մենք չենք գնում այս տարբերակները, ուրեմն մենք ասում ենք ու փոխադարձությունը չենք ակնկալում, ապա մենք ասում ենք, որ մենք թշնամություն ենք անում եւ փոխադարձություն ենք պահանջում։ Այսինքն, պիտի դա փոխադարձաբար լինի։ Չես տալ դու միակողմանի տես թշնամություն անել, մյուսը մի օր չասի, վատ է սարը կանի, չէ՞։ Իհարկե տրամադրությունները ամենատարբեր են, ամենատարբեր։ Բայց միշտ իմացեք, ոչ Թուրքիան է վեր կենալու գնա մի ուրիշ տեղ քարտեզի վրա, ոչ Հայաստանն է վեր կենալու գնա մի ուրիշ տեղ քարտեզի վրա։ Այստեղից հետևություն, մենք պիտի սկսենք սովորել համատեղ ապրել այս վայրում։ Գոնե Թուրքիան մի երկիր, մեծ երկիր է ու շատ սահմաններ ունի ուրիշ երկրների հետ։ Գոնե այս կողմում այդպես։ Ինչպես կսովորենք ապրել։ Շփվելով, խոսելով, գտնելով եզրեր ճիշտ։ Մեր բարկությունը ներկայացնելով ինչու ենք մենք բարկացած։ Մեր անհանդուրժողականությունը ներկայացնելով, թե ինչու մենք կարող ենք լինել անհանդուրժող։ Հասկացնելով դա։ Ոչ թե անհանդուրժող խաղալով, այլ հասկացնելով, որ ես այստեղ թուրք չեմ կարող չլինել անհանդուրժող։ Իսկ Թուրքիայում տեղյակ են ինչու ենք մենք անհանդուրժող։ Տեղյակ չեն։ Ապա եւ մեր թշնամությունը հարատև դարձնելու շահարկող կողմեր կան արտաքին դրսից։ Ովքեր ցանկանում են կառավարել մեր թշնամությունը, ու մեր թշնամությունը դարձնելով անկառավարելի, իրենք կառավարեն դա։ Հեչես ինչ։ Մեր հիվանդին բերում հասնում են տեղ, մենք էլ հիստերիկացել ենք, մի հատ էլ անում ենք դրում, թե ինչի ժամանակ ինչ եք պարզաբանել։ Էլ ինչ պիտի պարզաբանեն, նախապես, որ հանկարծ դուք հիստերիկի պես ուրիշ բաներ չխոսակ։ Ցնդելու բան։ Բայց բոլորը հստակ գիտակցում են, որ մենք թշնամի ենք ախպեր։ Անկամ ամենավատ այս բազարի մեջ գիտեք որն է։ Որ մենք թշնամություն անելու ձևն էլ չենք ճոկել։ Նայ։ Ինչ անում Թուրքիան։ Ասում ախպեր ջան, հա թշնամի ենք, թշնամի չենք։ Մի հատ էժան բաժակ ունեմ, կգաս առնես։ Հա ոչինչ ընդ թշնամի արի։
Թշնամի չենք, լավ ծովափ ունեմ, կուզես արի հանգստացի եժանով, ես էլ քոդեմ ես բաժակով կոֆեն էլ ջուներ կբերեմ կտանեմ։ Դու արի փող ծախսին երկրում։ Տեսեք ոնց է թշնամություն անում։ Սա թշնամիներին բերում իր երկրում փող ծախսել է տալիս։ Հետո ստացվում է, որ մեկ էլ արա Թուրքիան փաստորեն sense հարուստ երկիր է։ Մեկ էլ նայում ենք, որ եթե մենք շատ ուզենանք Թուրքիայի հետ պատերազմել, դա ժամեր կարա տևի, որովհետև մենք չունենք այդքան ֆինանսական հնարավորություն նրա հետ պատերազմելու։ Որովհետև մենք Երբ փոխանակ մեր ներքին туриզմը զարգացնենք, մեր մշակութային կոթողները բանանենք, մաքրենք, վերականգնենք, վերանորոգենք, տուրիստական ուղղություններ բերենք Հայաստան, ինքներս զբաղված ենք այնտեղ գնալով։ Վերջ։ Ես դատապարտում եմ այնտեղ գնալով, ոչ։ Բայց Հայաստանում տեսեք ինչքան բան է, արևմտյան Հայաստան եկեք գնանք։ Գնացեք։ Թուրքիա եք գնում, ապեր։ Ու փող եք ծախսում։ Ու մարդիկ հարստանում են։ Ձեր մեջ այդ կարոտը սերմանելով փող են աշխատում։ Այդ կարոտի մասին պրոպագանդելով, դա դարձնելով մոդայիկ, նորաձև։ Փող են աշխատում ձեր վրա ապեր։ Որից օգտվում է նաև քո ամենօրյա ասածը թշնամին, չէ, քո ասած չէ, իր քո հետ աշխատած։ Հեսա կլինեն մի քանի հատ կապիկներն են, գնել նա սում է Թուրքիա, պիտի ախպերություն անենք, տենց են, չէ՞ մտածում, բանա։ Վիկլուչացելով է մոդները։ Մենք չենք սովորել։ Մենք այսքան 5000 տարի գոյություն ունենք, կանք մեր գոյության առաջի օրվանից սկսած պատերազմով սկսել ենք հայկնապետով, մինչև հիմա, բայց մենք չենք սովորել թշնամություն անել։ Մենք չենք սովորել հասկանալ ինչա պատերազմը։ Ոչ մի բան չենք սովորել։ Դա հենց մեր վատ կողմն է։ Մենք զգացմունքներով, բաներով գնում ենք տես։ Մենք դա չենք վերածում մատերիալի, հասկանանք, այս մատերիալի հետ ոնց ենք վարվում։ Ունենք սա, ոնց ենք վարվում։ Ու մեր թշնամիները գիտեն մեր զգացմունքայնության մասին։ Գիտեն, ու իրանք մատերիալիզացնում են դա։ Մեր թշնամի հայերը ունեն սա, ոնց ենք վարվում։ Այդ ժամանակին այդ ձեր ասած դպրոցներն ու մանկապարտեզը որ լիներ, ճանապարհները լինեին, այդ Բերդ ամրոց եկեղեցիները, որոնք որ ճուլանացված են այո եւ քարուքան դեղած, որոնք այսօր կառավարությունը փորձում է կառուցի, ընդ որում ենթակառուցվածքները դեպի այդ ամրոցներ տալով նույնպես փորձում է կառուցի։ Իսկ մենք աշխարհին ինչով ենք ներկայանում, վերսում ենք քրդերից, մրդերից, ես չգիտեմ, ղազախներից, ուզբեկներից, ինչ կա, չկա, հայերեն բառեր տնում ենք, տակը ցավը տանը ախպեր ջան, բան, սա գնաց ախպեր ջան, էսի այն հայկական ավանդական երգա։ Սա կոչվում է մշակութաբանական ցեղասպանություն, օգտագործելով մեր զգացմունքայնությունը, որ մենք կարանք դրատակ սենց անենք, մեր տգիտությունը, մեր թշնամությունը եւ այլն։ Պրիմիտիվ հասարակ մաթեմատիկա, ընդ որում դեգրադացված եղել է։ Այս մեր բակի հետ կապված գրառումը որ գրել եմ, իզուր չեմ գրել։ Մեր բակի սաղ դերասաններն են, հարգում եմ, սիրում եմ։ Նու, գոնե մեծ մասին։ Ֆիլմը, այո, շատ հետաքրքիր է 90-ականներին նայել, խնդալու էր։ Ժամանցային ֆիլմ։ Բայց 2024-25-26 թվերին դա ցույց տալու բանը հանրային հեռուստատեսությամբ, բաց ծրտեք որ դա աղբա։ Հանրայինի համար։ Կարող են այլ հեռուստատեսություններ ցույց տալ։ Խնդրեմ, մասնավոր հեռուստատեսություններ են, եթե ուզում են դա ցույց տալ, դա ցույց տան։ Բայց հանրայինը չպիտի մտնի այդ դաշտ։ Պիտի վաղը նայի ինքը։ Մենք բոլորը, մեզանից շատերը մի քիչ առաջ ենք գնացել։ Մենք արդեն սկսել ենք հասկանալ, թե մեզ ինչա պետք։ Բայց միևնույնն է, դեռ չենք սկսել հասկանալ, թե մեզ վաղը ինչա պետք լինելու, ու այսօր դրա վրա աշխատենք։ Բոլոր ոլորտներում այդպես։ Բոլոր, բացի ոլորտները, մեր շփումներում էլ այդպես։ Մենք խոսում ենք այսօր, որովհետեւ մենք չենք խոսում վաղը մյուսը։ Ու ամեն ինչում էլ այդպես ենք։ Այ դրա համար էլ չենք ցանկանում տեսնել աշխարհը որտեղ է, ինչ անում, ինչով է զբաղված։ Այ դրա համար էլ Գերմանիան, որը հարձակվում էր սովետական միության վրա, ամենաշատը տուժեց Ուկրաինան։ Այսօրվա դրությամբ Գերմանիան Ուկրաինային պաշտպանում է Ռուսաստանի դեմ։ Ոչ մի ուկրաինացի չի ասում մեր իմ պապերին գերմանացիներն են սպանել, հիմա նրանցից դուք նրանց հետ ձեր գործերը լավացնում եք, փոխանակ մեր եղբայր ռուսների հետ։ Ոչ մեկ բաներ չի խոսում։ Որովհետև աշխարհը տենց է, ինքը տրանսֆորմացվում է միշտ։ Չկան հավերժական թշնամիներ, չկան հավերժական բարեկամներ։ Դուք գիտեք ինչ, երկրորդ համաշխարհային ցեղասպանական դրսևորումներ չեն եղել։ Բայց փորձեք թեքվեք հələ բան, դեպի Չինաստան 20 միլիոն զոհ, միլիոն ու կես եք ասում, 20 միլիոն։ Ցեղասպանվել։ Ես ցեղասպանվել։
Ոչ թե պատերազմել, զոհվել, ցեղասպանվել։ Չինաստան, Ճապոնիա։ Մտնեք։ Մենք պարփակել ենք մեր մեջ, գիտենք աշխարհում մենք ենք։ Ոնց կլինի։ Ոնց թուրքական շտապօգնությունը Հայաստանի քաղաքացիա բերել տեղ հասցրել բերկել։ Ոնց թասիբ չունեք, արա մեռն էի գալա։ Հա? Հա, Արտեմ ջան, այստեղ բան էր տալիս, կարող ուզում ես եթերի մտնես հետս։ Արի։ Դու ինչ ես բախտես ջան։ Կաս մեջնես։ Գնել ջան ողջույն։ Ձեները նստեցինք բացի քո ձենից։ Գնել։ Հա։ Այս ողջույն եղբայր։ Ո՞րտեղ էկրանը չի բացում։ Սա փորձեմ։ Դու ինձ տենում ես։ Դու Չէ, ես ես չեմ տենում։ Ատուտա դու Կանապուտա։ Չէ, լուսավոր սենյակն եմ նստած։ Ես շատ դարի մի տեսակ։ Տուն ես կուխնայում նստած եմ խոհանոցում, զալը նստած տելևիզոր եմ նայում։ Դա բիգ քիչ ասես բիկա։ Ինչ ասեմ քիչ։ Ոնց է գնել ջան։ Նոթ, չլինի այդ հուշակոթողների հետ կապված որոշեցինք մտնես մի երկու բան ասես։ Այ ապրես։ Մասնագիտականն արդեն խոսում։ Մեր լավ ընկերն է Ժորժան Արտեմ Վիրաբյան, ով այդ մասից մի քիչ շատ բան գիտի։ Հա, գոհան ասում բոլոր երկուսից էլ տեսնում են։ Ես էլ քեզ չեմ տեղ ճիշտ գնել, բայց ոչինչ։ Հիմա այս կամերան է հետ։ Կամերա ֆրատրի հակառակ։ Լավ, ահա մի երկու բան, մշակութային կոթողների հետ կապված ինչ աշխատանքներ են գնում, հսկայական աշխատանքներ են գնում, հսկայական, թե։ Գնել դանես վերջի մի տարվա մեջ այս թվով արդեն չեմ կարող ասեմ, քանի հոգևոր ու աշխարհի կառույցներ ա վերանորոգում այս տարվա մեջ, ամրոցներ, բերդե, եկեղեցիներ ու պլյուս այդ եկեղեցիների տանող կոմունիկացիոն ճանապարհները։ Ես գիտես, ուզեի այն տղայի հետ բան անեի մի հատ, հաղորդմանը հյուր կանչեի, Այդ Հարություն Վանյանի խորհուրդն եմ կանչես գնել ջան, հուշարձանների պաշտպանության կոմիտեի նախագահ, ինքը ստույգ թվերով հենց նա մասին է խոսքը, հենց Հարություն ինքը ստույգ թվերով ծրագրի ժամկետներով ամեն ինչ կներկայացնի թե քանի նորոգում։ Լսի, Արտեմ ջան, ամեն դեպքում մի հատ բան ասեմ, քանի ես թեմայից ենք խոսում, թե մի 8-10 րոպե ենք երևի խոսալու, էլի, որպես շատ եթերը բան չլինի, հետո կկազմակերպենք ավելի նորմալ եթեր կանենք, էլի, պատրաստ ես, որովհետև ես իմպրովիզով չես մի տեսակ։ Արտեմ ջան, ամեն դեպքում Ձերդ կտրվում։ Գնել ձերդ չի լսվում։ Չի լսվում։ Կտրվում ա ձերդ։ Քո հեռախոսից կամ կապերից։ Երևի կապերից ավելի շատ։ Մի օր կարող ենք պայմանավորվենք գնել, ընդհանուր եթեր մտնենք, այս թեմայի մասին մանրամասն ավելի խոսանք։ Հա, այդ մեսենջերով կպայմանավորվենք Արտեմ ջան։ Դու նա բանալի հետ երկու բառ, նրա հետաքրքրությունը այդ թեմայով լուսաբանման մասով որքանով հետաքրքրված, իմ եթերերը սիրով պատրաստել, հատուկ առհասարակ ներկայացնեմ, անդոք հնարավորություն Բայց Արտեմ ջան, մի հատ բան, քանի այս թեմայով ես պատասխանեցի։ Ես պետք է արի չի ստոպել, մեջ ոնց կնաս։ Բանը, ես պետք է ցենտրեմ, որ ասած երկաթ ամրոցը որ կա։ Հա, շանսը գնում էին կապստեղոնցու ավելի լավ է։ Կապստեղոնցու ավելի լավ է, ստեյս խոսանք։ Դա։ Անդակ գնում էին աշխատանքներ, չէ, հակին բան էին արել։ Հնեաբաններ էին աշխատում եւ այլն։ Հա, այնտեղ էլ մեծ ծավալի աշխատանքներ ա տարվել։ Ախպեր, բայց այս վերջին անգամը ես որ գնացի, եթե անկեղծ լինեմ, մի երկու ամիս առաջ, շատ նեղված եմ։ Նախ մենք ինչ աշխատանքների տոկում եղավ դրա մասին ոչ մի հրապարակում չտեսանք, այնտեղ մի տեսակ եւ այլն այդ կտորները գացած ֆոտոները իրանք լցած օբուզի կարա վերսի տան երևի։ Հետո դեպի ամոթ բացատով այդ աստիճանները չգիտես ինչի կապած չեն ուզում սարքեն։ Այդ վերջին անգամ ես որ դուրս ենք գալիս մենք արդեն ամրոցից ռուս ընտանիք էին ոնց որ ցնավոնական ամեն դեպքում արտաքինով ռուսախոս բանա երեխաների հետ լուրջ եմ ասում ես վախեցած ես այս երեխեքը կընկնեցած հասել եմ օգնել եմ սես մի ձև իրանց բանը մանեմ որպեսզի կան ամրոց հետո ոնց են իջել չգիտեմ չէի կարող նստել սպասել երբել իջնել
Հա, ես ուզում եմ ասեմ այդ այդ աստիճանների Ալո, լսում եք։ Հա, Դա ճիշտ կհասկանամ ինչ նախնդին է։ հա։ Բայց շատ ուրախացել եմ օրինակ, որ կապտավանքը հիմնանորոգվում է։ Դա դրախտավայր է։ Ու հույս ունեմ յետակառուցվածք կկառուցվի։ Հիմա նույն Շամշատինի տարածքում գնել։ Վարագավանքն է նորոգվում, այնտեղ աշխատանքներ կա։ Որը։ Վարագավանքում։ Հա։ Նոր վարագավանքում։ Շատ մեծ մասշտաբի գործ չի, բայց արվում է ահագին աշխատանքներ։ Չէ, սերշինի, էսի պիտի բան անեմ, ասեմ ջան, արի փակենք եթերը, հետո կպայմանենք նորմալ պայմաններով, նորմալ եթեր կանենք, բայց մի հատ մեսենջերով եթերից հետո կապով լինենք, լավ։ Եղավ գնալ լավ։ Մեր հետևորդներին էլ խոսանանք, որ մի հատ տենց սիրուն մշակութային լավ եթեր անպայման առաջիկայում կանենք, ինչու՞ չէ պարոն Վանյանին էլ ներգրավենք։ Ես կուզեմ օրինակ, կուզեմ սա խաթատ կլուսաբանեմ, խնդիր չկա բացարձակ։ Մենակ թե ինֆորմացիան ծանելի ձեռքի տակ լինի։ Ամեն, պրիվետ, մերսի շատ։ Հաջողություն։